Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, բարեձեզ հարգելի վաղարշապատցիներ, այսօր արդեն 6-րդ օրն է քարոզարշավի, նոյեմբերի 16-ին կայանալիք արտահերթ ընտրությունների, Մայր Հայաստանը ակտիվ մասնակցում է քարոզարշավի, Մայր Հայաստանը շրջում է վաղարշապատ համայնքի գյուղերով, Շնացին քաղաքում, լինում է փողոցներում, լինում է բակերում, շփվում է քաղաքացիների հետ։ Այս պահին մենք գտնվում ենք Էջմիածնում, բակերից մեկում, հերթական հանդիպումն ենք անցկացնում մեր հայրենակիցների հետ, լսում նրանց կարծիքը, նրանց առաջարկները։ Մայր Հայաստանը մեծ ծրագրով է հանդես գալիս այս ընտրություններին, բազմաշերտ ծրագրով, տարբեր խավերի համար ծրագրով, սկսած երեխաներից մինչև ծերեր, նոր առաջարկներով է հանդես գալիս և իր առաջարկները ներկայացնում քաղաքացիներին։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, հետևեք Մայր Հայաստանի, հետևեք Մայր Հայաստան կուսակցության քարոզարշավի, ձեր բակերում լինելու ենք, ձեր գյուղերում լինելու ենք, մոտեցեք, շփվեք, ձեր խնդիրները, ձեր հարցերը բարձրացրեք, լսեք նաև մեր կարծիքը, լսեք թեկնածուներին, լսեք կուսակցության նախագահի Անդրանիկ Թևանյանի կարծիքը, եղեք ակտիվ։ Իսկ ընտրությունների օրը, նոյեմբերի 16-ին, եղեք էլ ավելի ակտիվ, ձեզանից պահանջելու է այդ 15 րոպե ժամանակ օրվա մեջ, որպեսզի կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, որպեսզի կարողանաք ձեր մեկ քայլով, ձեր մեկ քվեով, ձեր մեկ ձայնով եղանակ ստեղծեք կամ եղանակ փոխեք քաղաքական դաշտում։ Այս պահին վաղարշապատ համայնքում, բայց հավատացած եղեք, ձեր մեկ ձայնը քաղաքական դաշտում եղանակ է փոխելու։ Ինչի համար եմ ասում, որովհետև ամեն մեկի ձայնը կախված է լինելու, ամեն մեկի ձայնը որոշիչ է լինելու համայնքում փոփոխություններ անելու համար։ Եվ ձեր մեկ ձայնով վաղարշապատում հնարավոր է իշխանափոխություն անել, եւ այդ իշխանափոխությունը ազդեցություն կունենա ամբողջ հանրապետությունում, հավատացեք։ Իշխանափոխություն վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում հենց այնպես չի ասվում։ Վաղարշապատում իշխանափոխությունը հանգեցնելու է առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններում ՔՊ-ի պարտությանը։ Այդ մթնոլորտը, այդ տրամադրությունները, որ լինելու են վաղարշապատում եւ ընդհանրապես Հայաստանում, հավատացեք, փոփոխություններ է բերելու ամբողջ հայ ժողովրդի համար, հայ ազգի համար։ Այնպես որ ժողովուրդ ջան, նոյեմբերի 16-ին մի ալարեք, ձեր օրվա ընթացքում այդ ծախսած ժամերից 15 րոպե տրամադրեք, այցելեք ընտրատեղամաս եւ ձեր քվեով ոչնչացրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ նրան հարակից նրա քույր կուսակցությանը։ Շանս մի տվեք նրանց ձայն հավաքելու, շանս մի տվեք նրանց իշխանությունը վերցնելու։ Հավատացած եղեք, ձեր քվեն շատ կարեւոր է։ Ձեր ձայնը, ձեր այդ օրվա 15 րոպեն շատ վճռորոշա լինելու, նորից եմ ասում, համայնքի կառավարման եւ համայնքում իշխանափոխություն անելու համար։ Հարգելի վաղարշապատցիներ, սիրելի հայրենակիցներ, նորից ասեմ, որ Մայր Հայաստանը այդ 8 քվեաթերթիկների մեջ 4-րդ քվեաթերթիկն է, ինչպես գիտեք, քվեաթերթիկ վերցնելով եւ տուփ գցելով է ընտրությունը կատարվում եւ ոչ թե նշան անելով կամ ռուսերենից պտիշկա անելով, այնպես որ հիշեք քվեաթերթիկ համար 4-ը ընտրությունների ժամանակ ձեզ տրված քվեաթերթիկներից 4-րդ քվեաթերթիկն է Մայր Հայաստանի քվեաթերթիկը, վերցրեք 4-րդ քվեաթերթիկ եւ ձեր ընտրությունը կատարեք դրանով մերժելով օրվա իշխանություններին, դրանով մերժելով օրվա իշխանությունների քույր կուսակցություններին, մերժեք հորը ուրացած
եւ եղբորը ուրացած կուսակցությունները ներկայացնողների նրանց ավանդը, նրանց ներդրումը Արցախյան պատերազմում, Արցախյան շարժման մեջ մեծ ա եղել, նրանց ներդրումը մեծ ա եղել, իսկ նրան մեկը մի դեպքում եղբայրից, մի դեպքում որդին, այսօր Նիկոլ Փաշինյանի փեշերի տակ հագնված կամ Նիկոլ Փաշինյանի փեշերը բռնած ուրացել են իրենց արյունը, ուրացել են իրենց նորից եմ կրկնում եղբոր կամ հոր ներդրումը հայ ազատագրական պայքարում եւ ԿՊ-ի հետ միասին կործանման են տանում Հայաստանը։ Զբից կործանեցին Արցախը իրենց համաձայնությամբ, իրենց լռությամբ։ Հիմա արդեն անցել են Հայաստանին, եկել է Հայաստանի հետ, թույլ չենք տալու, հավատացած եղեք, ձեր օգնությամբ, ձեր շնորհիվ, ձեր հետ միասին թույլ չենք տալու։ Արցախում 300-ից ավելի եկեղեցիներ տվեց Թուրքին, հիմա եկել է, հիմա արդեն Հայաստանի եկեղեցիների հերթ ու հիմա հարձակվել է Հայաստանի եկեղեցիների վրա, հայկական եկեղեցիների վրա, որպեսզի սրանք էլ ոչնչացնի, որպեսզի սրանք էլ հանձնի Թուրքին, որպեսզի հայ առաքելական սուրբ եկեղեցիները թույլատնի, որ կարողանա թուրքերին Հայաստան բերելով չնեղացնի թուրքերին, որ թուրքերը Հայաստանում եկեղեցիներ չտեսնեն կամ գոլեքի չտեսնեն, որպեսզի տեղ լինի, ֆիզիկապես տեղ լինի թուրքական մզկիթներ կառուցելու։ Հիշում եք կառավարության նիստի ժամանակ խոսում էր ճանապարհների կառուցված խաչերի մասին, խաչերի առկայության մասին։ Սկզբից մեքենաներում կապված խաչերից էր խոսում, հետո ճանապարհներում կառուցված խաչերից էր խոսում։ Դրանց վրա վայրը հաչելուց հետո հերթը հասել է արդեն եկեղեցիների։ Դա արվում է, նորից եմ կրկնում, թուրք ազերիներին Հայաստան բերելու դեպքում, որպեսզի նրանց չնեղացնի։ Նրանք խաչեր չտեսնեն, նրանք եկեղեցիներ չտեսնեն։ Այնպես որ թույլ մի տվեք սրանց ծրագրերը իրականանան, մերժեք քաղաքացիական պայմանագրին եւ նրա հարակից քաղաքական ուժին, գնացեք ընտրության եւ ընտրեք համար 4-ը, ընտրեք Մայր Հայաստանը, ընտրեք Շորորդ քվեաթերթիկը։ Այս պահին շարունակում ենք մենք մեր երթը, շարունակում ենք քարոզարշավը, շարունակում ենք փողոցներով եւ բակերով շրջել։ Այս պահին Էջմիածին քաղաքի սեփական սեկտորում ենք գտնվում։ Մայր Հայաստան խմբակցության հավաքանու անդամներով ենք նաև միացել, ժողովուրդ ջան։ Միացել ենք, որպեսզի փոխենք իրավիճակը, միացել ենք, որ փոխենք Էջմիածնում իշխանությանը։ Նենց որ հարգելիներս դուք էլ միացեք Մայր Հայաստանին, միացեք Մայր Հայաստանի կոչերին, միացեք, որպեսզի միասին փոխենք իրավիճակը եւ Էջմիածնում, եւ Աղարշապատում, եւ երկրում, այո։ Եկել է ժամանակը, որ իրոք պետք է միավորվել ու այս իրավիճակից միասնական դուրս գալ։ Ես վստահ եմ, որ Էջմիածնի քրություններով Էջմիածին կասի իր ասելիքներից իշխանություններին, ու դա կլինի շարունակական, ինչպես եղավ Գյումրիում եւ ինչպես եղավ Փարաքարում։ Այնպես որ բոլորս միավորվում ենք ու ընդունում ենք համար 4-ը դեսպանությանը։ Հարգելի Աղարշապատցիներ, սիրելի էջմիածնեցիներ, շարունակում ենք մեր քարոզարշավը Աղարշապատ համայնքում, մի փոքր էլ կմնամ կամպի մեջ։ Հարգելի
Վաղարշապատցիներ Երևանի փորձից ելնելով ասեմ ձեզ, եթե ընտրեք Մենակ շարունակեմ մեկ վարկյան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշահարությունյան Դավիթ Կարապետյան Հոսինե Ինչպես գիտեք, Մայր Հայաստան խմբակցությունը, Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցությունը ինչպես տեսել եք, ովքեր որ հետևում են մեզ, տեսնել եք, որ մենք Երևանցու կողքին ենք 24/7 ռեժիմով հավատացեք, նույնը լինելու է Վաղարշապատի Մայր Հայաստան խմբակցությունը նույնպես Էջմիածեցու կողքին լինելու կամ Վաղարշապատցու կողքին լինելու 24/7 ռեժիմով իսկ իշխանություն առավելագույնին հասնելու դեպքում իշխանությունը վերցնելու դեպքում հավատացեք մեր ծրագրերը շատ արդյունավետ եւ Մայր Հայաստան Համար 4 Մայր Հայաստան Համար 4 Մայր Հայաստան Հարգելի վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով սատարեք Մայր Հայաստանին։ Մենք օրվա տքրահարչակ իշխանության թիվ 1 ընդդիմախոսն ենք։ Եթե ուզում եք դրական փոփոխություններ, ապա քվեարկեք համար 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Մեր կարգախոսն է, միացին որ փոխենքը, միացին, 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 Մայր Հայաստան կուսակցություն Գրեաթերթի համար 4 միացիր որ փոխենք Սերին վաղարշապատ Մեջ միացի Մայր Հայաստան Վաղարշապատ Ոստան ես դում են դպրության Տապցի կոչնան Նոր պայմայի ողայության If